Հայք մեր տարածաշրջանում շատ արագացված կարևոր իրադարձություններ են կատարվում։ Միայն վերջի օրերի իրադարձությունները որ թվարկենք, դրանք շատ նշանակալի են եւ կարևոր է, որ մարդիկ կարողանան կողմնորոշվեն եւ այդ մոզաիկան իմի բերեն եւ հասկանան ինչն է այդ process-ների միավորում եւ ինչ է կատարվում։ Տես Թրամփը հանդիպեց կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հետ։ Դա մեր հետ կապ ունի, իհարկե կապ ունի այսպես կոչված Թրամփի միջանցքի հետ։ Իսկ սա ուղղակիորեն վերաբերվում է Հարավային Կովկասի ճակատագրին։ Բաքվում զորահանդես է տեղի ունենում, զորահանդեսին մասնակցում է Թուրքիայի ղեկավարը եւ Պակիստանի ղեկավարը։ Եվ այնտեղ շատ կարևոր հայտարարություններ են հնչում։ Ցորենի մուտքը Հայաստան։ Սկզբից խոսում էին, որ Ղազախստանի ցորենն է, նաեւ Ռուսաստանիններ հիմնական ճանապարհների հարցը չափազանց կարևոր է եւ դրա աշխարհաքաղաքական հարց է։ Թուրքիայի դատախազությունը կալանքի որոշում է կայացրել Նաթանյահուի եւ եւս 36 իսրայելական ղեկավարների նկատմամբ։ Սա մեր հետ կապ ունի, ես վստահ եմ, որ սա մեր հետ ուղղակիորեն կապ ունի։ Եկեղեցու դեմ արշավ է շարունակվում, սա աշխարհաքաղաքական նշանակություն ունի, ես կարծում եմ ունի։ Թակել Կարծոնի հարցազրույցը Նարեկ Կարապետյանի հետ եւ Ռոբերտ Ամստերդամի նույնպես շատ կարևոր էր, որովհետեւ այնտեղ շատ կարևոր մեսիջներ կային եւ դա առաջի հերթին իհարկե ներամերիկյան տրամաբանության մեջ էր, բայց ուղղակիորեն այնտեղից բխում է քաղաքականությունը Հարավային Կովկասի հանդեպ։ Օրինակի համար Նիգերիայում, երբ որ քրիստոնյաների պաշտպանության հայտարարություն է արել Ամերիկայի նախագահը, մարդիկ ասեն դա ինչ կապ ունի Հայաստանի եւ Հարավային Կովկասի հետ։ Իրադարձությունները կարելի է թվարկել, շարունակել եւ դրանք շատ արագ են կատարվում եւ ելի մոտ ժամանակները ես կարծում եմ կլինեն։ Այս շատ կարևոր է այդ ամեն ինչը իմի բերել եւ հասկանալ ինչ process է տեղի ունենում։ Բայց ես ուզում եմ մեր այսօրվա քննարկումը սկսենք Ադրբեջանի արտգործնախարարի Բայրամովի զորահանդեսից առաջ տված մի հարցազրույցին եւ այդ հարցազրույցում կարևոր տվյալներ են հաղորդում, որը նույնպես պատահական չի։ Այ փորձենք հասկանանք ինչ է դա նշանակում։ Բայրամովը ինչ է ասում։ Ասում է 18 թվականի սեպտեմբերին այս գործող վարչապետը, որը նոր էր ընտրվել, հանդիպում է Ադրբեջանի նախագահի հետ Դուշանբեում, այն հայտնի հանդիպումը վերելակի, եւ Ադրբեջանի նախագահը ասում է, այ Արցախի հարց կա, այդ Արցախի հարցը պետք է լուծել։ Ինքը ասում է, ես նոր եմ եկել, դեռևս թույլ եմ, խնդրում եմ ինձ ժամանակ տուր, որ ես ամրապնդեմ իմ իշխանությունը եւ խնդրում է, որ դիպուկահարների այդ կրակոցները դադարեն։ Կրակոցները դադարում են եւ ինքը անում է մի շարք գործողություններ, սահմանադրական դատարանի կազմն է փոխում, պարլամենտի նոր ընտրություններ են տեղի ունենում եւ ինքը մեծամասնություն է վերցնում, Երևանի ընտրություններում է ինքը քաղաքը վերցնում, սակայն մի տարի հետո ըստ Բայրամովի 19 թվականին երբ որ հանդիպումը ներուս տեղի ունենում եւ Ալիևը ասում է ես իմ խոսքը կատարել եմ, հիմա քո հերթն է քո խոսքը կատարելու, ինքը ասում է եթե ես իմ խոսքը կատարեմ, ինձ կարող է սպանեն, ուզում ես ինձ սպանեն։ Ալիևը ասում է չեմ ուզում որ քեզ սպանեն, ոչ ոքի մահը չեմ ուզում, բայց այդ խնդիրը կա, խնդիրը պետք է լուծել։ Հիմա փորձենք հասկանանք ինչա տեղի ունեցել։ Ուրեմն 2018 թվականին սա խոստացել Արցախի հարցը լուծել։ Այն ժամանակվա տրամաբանության մեջ դա նշանակում էր տարածքների հանձնում 5 տարածք կամ 7 տարածք Արցախի հարցը մնում է անորոշության մեջ, այդպես է պետք է ընդհանրել։ Միջնորդներին Ալիևը երևի փոխանցում է եւ ասում է ահա տեսեք այս հարցը չէր լուծում, Հայաստան մի ղեկավար է եկել, որը խոստանում է այդ հարցը լուծել, տարածքներ հանձնել եւ ինքը ըստ էության 80-90% ռեյտինգ ունի, հերոս է հայ ժողովրդի մոտ, որը վիշապին հաղթել է եւ ինքը պատրաստ է, որից հետո ըստ երևույթին սկսում է ճնշում արդեն միջազգային միջնորդները, որ ահա Հայաստանը պատրաստ է զիջումների գնալ։ 19 թվականին ինքը ասում է ես վախենում եմ գնալ, ինձ կսպանեն։ Ուրեմն այ թշնամի երկրի ղեկավարին ինքը ասում է ես պատրաստ եմ զիջումների գնալ, բայց վախենում եմ, ինձ կսպանեն։
Իսկ ժողովուրդը դա թույլ չի տա։ Ըստ էության նախ ինքը ստորանում է թշնամի ղեկավարի մոտ եւ օգնություն է ըստ էության խնդրում, եւ երկրորդը ասում է փաստորեն, որ պատերազմով կարանք այդ տարածքը տան, պատերազմ սկսեք, ուրիշ ձև հնարավոր չի։ Եվ 20 թվականի պատերազմից հետո ինքը ասում էր, որ եթե ես տարածքներ զիջեի առանց պատերազմի, դավաճան կասեին։ Այսինքն դավաճան չլինելու համար ինքը ծրագրավորված գնացել է զոհերի միջոցով հանձնել ավելին ամբողջությամբ, քան ինչ որ տեղի էր ունեցել։ Հիմա սա ինչպես կարելի է գնահատել, ինչա տեղի ունեցել։ Ես նախ քո դիտարկմանը, որ կարևոր իրադարձություններ են, տեղի ունենում, եւ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային եւ Միացյալ Նահանգների ակտիվացումը այստեղ եւ Ադրբեջանի նախագահի իր արտգործնախարարի մամուլի քարտուղարի հայտարարությունները եւ այդ ամեն ինչը եթե հիմքում վերցնենք որոշ տարածքների սահմանազատման արդյունքում հանձնում է, ասենք մասնավորապես խոսքը գնում է Տիգրանաշենի քարքի եւ Տաուշի մի քանի գյուղերի, ըստ իս Հայաստանը կտրվում է իր հարևաններից, որտեղ քարքին տալ նշանակում է միջպետական ճանապարհները Ադրբեջանի զինուժն հայտնելու։ Հայաստանը երկու մասի է բաժանում։ Նույնը Տաուշում երբ հանձնում է, ընդ որում ադրբեջանցիներն այլ մեր գազամուղի Ռուսաստանից Հայաստան մտնող գազամուղը ուղղակի այս գողությունն են, այսինքն Վրաստանի հետ կապը եւս այդպես է կարող են կտրել։ Հիմա այս ամեն ինչը մենք փորձում ենք հասկանալ եւ գնահատել։ Փաշինյանը տգիտությամբ, վախկոտությամբ, ասենք, թե ինչ մոտիվացիա ունի, որ նման քայլեր անում, կամ այդ բոլորը միասին։ Կամ բոլորը միասին։ Ես ընդհանրապես մեկ փաստ բերեմ։ Եվ այդտեղից հետևություն։ Երեք զորահանդես էր։ Երեք պետությունների ղեկավարները մասնակցել են զորահանդեսին, որտեղ 44 զորայի մեջ իրենք ունեցել են բաժնի մաս, խոսքը Թուրքիայի եւ Պակիստանի, այո, ղեկավարների մասին է։ Այլոք եւս օգնել են, մասնապես Իսրայելը, բայց ոչ այդպես բացահայտ եւ ցանկալել չէ, որ Իսրայելի վարչապետը ներկա լիներ։ Հաշարներ Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությունները։ Խոսքը կտրեմ, ուրեմն պատերազմի ժամանակ Մոսադի ղեկավարը, որ հիմա արդեն ղեկավար չի, ինքը բաց հայտարարել էր իսրայելական մամուլին, որ շատ են խոսում Թուրքիայի օգնության մասին պատերազմի ժամանակ, բայց վճռական օգնությունը դա Իսրայելինն է եղել եւ իրականում Իսրայելն է պատերազմի հաղթանակը տարել։ Այսինքն Իսրայելի դերը շատ ավելի մեծ է եղել, քան նույնիսկ Թուրքիայի դերը։ Հիմա գնահատենք հետեւյալ իրողությունը։ Երեք այդ հաղթական զորահանդեսներ։ Ես գնահատում եմ եւ հիմքեր ունեմ այդպես կարծելու, գնահատելու, որ Ադրբեջանը 44 օրայում Արցախին չի հաղթել։ Ինչու՞։ Գնահատման մեկ չափորոշ կա, մնացած այլ չափորոշները իրենք սուբյեկտիվ ընկալումներ ունեն։ Ինչ որ տարածքի կորուստ, մարդկային կորուստներ, ինչ որ փաստաթղթի ստորագրում եւ այլն։ Գնահատման չափորոշը հետեւյալն է. երկու պետություն երբ պատերազմ ունեն, մեկը քաղաքական ղեկավարությունը զինվորական ղեկավարությանը խնդիր է դնում, նպատակ կատարել սա։ 44 օրայի ժամանակ Ադրբեջանի զինուժը ուներ նպատակ գրավել ամբողջ Արցախը։ Ես կարծում եմ այդտեղ որից մեկը կասկած չունի, որ այդպեսի նպատակ կար։ Հիմա հարց 44 օրայի արդյունքում Արցախը ամբողջովին գրավվեց, ոչ, ավելին Արցախի բնակչության մեծ մասը մնաց, իրենց զինված ստորաբաժանումներ մնացին, զինտեխնիկան, զինամթերքը մնաց, ավելին Արցախ Հայաստանի հետ ունեցավ ցամաքային կապ, որտեղ Ադրբեջանի որևիցե կառույցի ներկայացուցիչ չկար։ Սա արձանագրում ենք։ Հետևաբար 44 օրայում Ադրբեջանը չէր հաղթել։ Ասենք այսպես, Արցախն էլ չէր պարտվել։ Իսկ երբ պարտվեց եւ ով նպաստեց այդ պարտությանը։ Ես կարծում եմ, այստեղ անուրանալի դեր ունի Փաշինյան Նիկոլը։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վերջնանպատակը ամբողջովին Արցախը գրավելու ամենամեծ ծառայությունը մատուցել է Փաշինյան Նիկոլը։ Ես քո խոսքը կտրեմ, կներես, ուրեմն Բայրամովը եւս մի քանի բացահայտումներ արել։
մի բացահայտում այն էր, որ պատերազմի դադարեցման համար, երբ որ պայմանավորվում էին եւ պայմանների շուրջ, Լավրովը առաջարկել էր, որպեսզի ադրբեջանական մասում սահմանագծում լինեն ռուսական խաղաղապահներ եւ ադրբեջանցիներ, հայկական մասում նույնպես լինեն ռուսական խաղաղապահներ եւ ադրբեջանցիներ, եւ այն տարածքները, որը Ադրբեջանը չէր գրավել, մնում է որպես այդպես։ Եվ ինքը ասում էր, եթե մենք դրան համաձայնենք ռուսական առաջարկին, ապա ըստ էության սա տարիներով այդ վիճակը պահպանվելու էր եւ ռուսական զորքներ լինելու Կովկաս Ադրբեջանի տարածքում, իրենց ասած։ Այսինքն նոր ստատուս քվո, նոր հրադադարի ռեժիմ։ Ով է դրան օգնել, պատական ձախողելու, ով է օգնել ձախողելու, այո։ Իհարկե, այս գործող վարչապետը, որը սկզբնական փուլում չէր համաձայնել զինադադարին հոկտեմբերին, երբ որ առաջարկվել էր, ըստ էության սա արդեն նպատակաուղղված ծրագիր էր այս գործող վարչապետի կողմից, որ Արցախը ամբողջովին դատարկվի եւ պատահական չէր, որ սեպտեմբերին 23 թվականի, երբ որ այդ մեկօրյա պատերազմը եղավ, դրանից 2 ամիս առաջ իր փաստացի կինը գիրքն էր ձեռքին եւ ինքը ասում էր, որ փախստականը կարող է այլ հայրենիք ունենալ, այսինքն դա ուղղված էր արցախցիներին, որ պետք է դուրս գաք, այսինքն այդ պլանի մեջ էր դա մտնում։ Ես հիմա միտքը շարունակեմ եւ այսպես 44 օրում Ադրբեջանը չերախտե, որտեղ քաղաքական ղեկավարության դրած խնդիրը ռազմական ղեկավարությունը կյանքի չէր կոչել։ Հիմա ինչպես եղավ, որ Արցախը հայաթափվեց։ 21 թվականը, ընդ որում այդ ստատուս քվոյի պահպանման համար 4 երակոմ հայտարարություն ստորագրվեց հայտնի նոյեմբերի 9-ի եւ դրանից հետո 21 թվականի եւս 3 երակոմ, որով ի դեպ ամրագրվում էր եւ Միջանցքի ռուսական վերահսկողությունը, ամրագրվում էր եւ Արցախում արցախցիների, Արցախում ապրող մեր քույրերի եղբայրների ֆիզիկապես այդտեղ լինելը, ինքնապաշտպանական նաեւ հնարավորություններ ունենալ եւ այլն։ Սա ամրագրվել է նոյեմբերի 9-ում եւ դրանից հետո եւս 3 փաստաթուղթ եղել։ Հիմա ինչ է արվում, որպեսզի Արցախը հանձնվի։ Ի դեպ ասեմ, առաջին 44 օրը ինքը պատերազմ էր։ Բայց պետք է այնպես արվեր, որ Ադրբեջանի հաջորդ ռազմական ագրեսիան Արցախի նկատմամբ չորակվեր որպես պատերազմ։ Եվ ինչ քայլեր են արվում։ 21 նոյեմբերից մինչև 22 թվականի հոկտեմբեր Հայաստանի օրվա իշխանությունները Ադրբեջանի հետ բանակցում են այլ միջնորդով։ Դա եվրոպական միջնորդությունն է, Բրյուսել եւ վերջին արդյունքում 22 հոկտեմբերի 6-ին Պրահայում Մակրոնի եւ Շարլ Միշելի ներկայությամբ փաստացի Փաշինյանը համաձայնում որ Արցախը Ադրբեջանի մասը։ Եվ դրանից հետո փաստացի Ադրբեջանը սկսում է շրջափակումը հոկտեմբերի 6-ից հետո դեկտեմբերի 2-ին Շուշիի մոտ առաջին շրջափակումն է անում։ Հետո դեկտեմբերի 12-ին ավելի մեծ է շրջափակման։ 23-ի առաջին 3-4 ամիսները շրջափակումը ուժեղացնում է, միաժամանակ նաև ռուսական կողմին փորձում է սադրել եւ դուրս դնել Բերձորի կամ Լաչինի Միջանցքից իրենց ներկայությամբ, այո, բայց ամեն ինչ ակնհայտ էր, որ այդ շրջափակման իմաստը ռազմական գործողությունն է։ Եվ ահա Ալիևը ունենալով հստակ փաստաթուղթ, ըստ որի Արցախը այլևս Ադրբեջանի մաս է եւ հարցի առաջանում դեպքում ինչ գործ ունեն զինված ստորաբաժանումներ, մարդիկ, ռազմական տեխնիկա Ադրբեջանի տարածքում, որոնք ահաբեկիչներ են եւ Ադրբեջանի նախագահի 23 թվականի սեպտեմբեր 10-ին սկսած գործողությունը իր հրամանով հակահաբեկչական գործողություն եւ այդպես էլ Ալիևը բարձրաձայնում է։ Ահավասիկ 23 թվականի սեպտեմբեր 10-ից 21-22 այդ մի քանի օրվա ընթացքում Արցախը հայաթափվեց։ Այսինքն Փաշինյանը նպաստեց եւ Ադրբեջանի նախագահի հետ համատեղ արեց քայլեր, որի արդյունքում իրենց համար, իսկ հայկական կողմի համար որպես հետևանք Արցախում մեր հայրենակիցները դուրս եկան։ Եվ այն գնահատականները, այդ թվում նաեւ Բայրամովի կողմից տրված գնահատականը ամբողջովին մտնում են այս տրամաբանության մեջ, որ Փաշինյանը կոնկրետ ուներ խնդիր լուծելու, Արցախը ամբողջովին հայաթափ էր, որովհետև այդ նույն 44 օրայում Կոնգրես Ռուսաստան Դաշնության նախագահը 2 անգամ առաջարկ արվել է իր կողմից, մեկը հոկտեմբերի 19-ին, որ ռազմական գործողությունները դադարեցվեն եւ մեկը Բայրամովի ասած դա հոկտեմբերի սկիզբն է, հա, առաջին 10-օրյակում։
Այսինքն երկու անգամ առաջարկ է արվել կանգնեցնել, չեն կանգնեցրել։ Ամենայն հավանականությամբ հույս ունենալու, որ 44 օրյայում Արցախահայությունը ամբողջովին դուրս կգա եւ Ադրբեջանի զինուժը կմտնի Ստեփանակերտ։ Խանգարել է ով, ակնհայտ է ռուսական կողմը։ Հայք, ուրեմն, եթե վերադառնանք 18-19 թվականներին, ուրեմն 18 թվականին ինքը ինչ քայլեր է կատարում։ Իր հույսը հապկներ, չէ՞։ Այն ժամանակ, որ հապկը մեզ կգա կօգնի, որտեղ մեր դաշնակիցներն են։ Ինքը ձերբակալում է հապկի գլխավոր քարտուղարին, որը Հայաստանի ներկայացուցիչն է Խաչատուրը, եւ ասելով ինչ որ քրեական գործ է, բայց մենք տեսանք, որ քրեական գործը չշարունակվեց, այսինքն խնդիրը հապկին հարված է լինել։ Եվ հիշում ես այն հեռախոսազրույցը, այն քննչականի պետը եւ ԱԱԾ-ի պետ եւ Փաշինյան։ Հա, եւ ոնց կարող է ճիշտ։ Եվ ինչ ծիծաղով են խոսում այս քննչականի պետը Վանեցյանի հետ, թե հեսա տանենք փակենք բան, հա հի հա ծիծաղով եւ բանով, այսինքն սա իհարկե այդ մարդկանց չգիտեմ ինչքանով են լուրջ, բայց քաղաքական առումով դա սադրում էին, որ հապկը հիմքեր ունենա, որ մեզ չկարողանա գա օգնել։ 19 թվականին հիշում ես Ռուսաստանում ինչ իրադարձություններ են տեղի ունենում, Բելարուսիայում արդեն համարյա հետագայում 20 թվականին հաջողվում էր հունավոր հեղափոխությունը, որ Լուկաշենկոն տղայի հետ ավտոմատներով դուրս եկավ փողոց, ինչ որ ձևի կանգնացրեցին, դրանին տարեց զուգահեռաբար Ռուսաստանում էր այդ process-ը գնում, Նավալնին, չէ, անդադ կադրեր էր նկարահանում, արևմուտքից իրեն օգնում են եւ Նավալնին ինքը կանչում է հայկական պետական հեռուստատեսություն եւ նա բան անում, ասում է տեսեք, այ Հայաստանում ինչ լավ է, նույնը պետք է Ռուսաստանում անել, այսինքն սա մտածված սադրանք է։ Հիմա փորձենք հասկանալ, որն էր այդ սադրանքի նպատակը ժամանակի մեջ, այ հիմիկվա իրադարձությունների տրամաբանության մեջ։ Բաքվում շքերթի ժամանակ Էրդողանը ելույթ է ունենում, ասում է Արցախի այս հաղթանակը, իրենց հաղթանակը, սա Եվրոպայից մինչև Ասիա աշխարհաքաղաքական վիճակ է փոխում։ Այսինքն գլոբալ համաշխարհային իրավիճակ է փոխում Արցախի հաղթանակով։ Զորահանդեսից առաջ Թրամփը հանդիպում է Միջին Ասիայի երկրների ղեկավարների հետ եւ խոշոր տնտեսական ներդրումներ է սկսում, այնտեղ Ղազախստանում 40% ուրանն է եւ այլն ահագին կարևոր մետաղներ, հա, մետաղներ եւ այլն, եւ նաեւ Ղազախստանը եւ Ուզբեկստանը պարտավորվում են Միացյալ Նահանգներում ներդրումներ կատարեն, տարիների ընթացքում Ուզբեկստանը մինչև 100 միլիարդի ներդրում կկարողանա, թե չէ, դա այլ հարց է, բայց համենայն դեպս տնտեսական իրացման հարցն է, իսկ ինչպես է Միացյալ Նահանգները կենտրոնական Ասիայում տնտեսությունը իրացնելու, հա, Հարավային Կովկասի միջոցով, չէ՞։ Վստահաբար այո, եւ այդ տարածքի իր կողմից բնականաբար պետք է վերահսկելի լինի։ Ահա թե ինչու 20 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը, որտեղ ռուսները որոշակի ներկայություն ունենային, թեև տարածքը միջանցք չէր, ռուսները ընդհանրապես որոշակի հսկողական գործառույթներ իրականացնեին, ամեն ինչ արեցին, որ դա ծախողվի։ Եվ այստեղ շատ կարևոր է Միացյալ Նահանգների ակտիվացումը կենտրոնական Ասիայի երկրներ, ոչ միայն լուրջ ներդրումներ, որի արդյունքում բական էժան ըստիս եւ բաց հանքարդյունաբերությամբ, այսինքն բնապահպանական բնականաբար նորմերը շատ նորմեր խախտելով, այդ հատուկ մետաղները, այդ թվում նաեւ ուրանը, որը Ֆրանսիայի համար շատ կարևոր է, որտեղ այդ տնտեսության հոսանքի արտադրության 80%-ը ատոմականներն են տալիս, ինչպես պետք է դուրս հանվի, բայց եկեք այսպես, ցանկացած լուրջ ներդրում անհրաժեշտ է լինի ապահովված, այդ թվում նաեւ զինական առումով։ Այսինքն ես կարծում եմ եւ ավելի շուտ համոզված եմ, որ 100 միլիարդավոր դոլարներ Ղազախստանում եւ կենտրոնական Ասիայի այլ երկրներում ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների կողմից ներդրումները վերջին արդյունքում բերելու են նրան, որ այդտեղ Միացյալ Նահանգները ներկա լինի ոչ միայն տնտեսական, այլև հետախուզական, հատուկ ծառայությունների, տարբեր կառույցների, ներառյալ նաև զինական առումով, որը հրապարակավ չի բարձրաձայնվի, բայց վստահաբար, որտեղ այդ լուրջ գումարները իսկապես պիտի պաշտպան ունենան, այո։ Եվ հիմա եթե այդ իրողությունների ֆոնի վրա մենք գնահատենք, որ մոտ ժամանակներս պատրաստում են ներդրումների հետ զուգահեռ
առաջին հերթին Ղազախստանը, ըստ իս, որտեղ Ռուսաստանի համար ամենախոցելի երկիրը սկզբունքորեն իր անվտանգային տեսանկյունից դա ոչ այդքան հարավային Կովկասն է, նաև, բայց առաջնորդին Ղազախստանի, չէ՞ որտեղ Ղազախստանը Ռուսաստանի հետ ունի 7500 կիլոմետր սահման, որից 6000-ը ցամաքային եւ երկիր մոլորակի ամենաերկր ցամաքային սահմանը երկու պետությունների միջև։ Անպաշտպան սահման, այնտեղ չկա, այդ սահմանում 6000 կիլոմետրի, մեծ դասողների համար պարզ լինի, ռուս-ուկրաինական սահմանը մոտ 2000 կիլոմետր է, շփանգիծը, որտեղ ռազմական գործողությունները պատկացիկ 6000։ Հիշում եք Ղազախստանում իշխանափոխության, երբ փորձ եղավ, այսպես գունավոր հեղափոխությունների գործիքակազմով, որ իշխանություն պետք է տապալեին եւ այդ ժամանակ ՀԱՊԿ միջամտես թույլ չտվեց։ Նպատակը որն էր, իհարկե, Ղազախստանը պետք է դառնալ հարվածային երկրորդ ուղղությունը Ուկրաինայից հետո, որտեղ կենտրոնանալու են այլևս մերձավոր արևելյան շատ երկրներից ահաբեկչական խմբավորումներ, ընդ որում այդ խմբավորումների թիմը ոչ թե տասնյակ հազարներ, 100,000-ներն էր, որը Ռուսաստանի ուղղակի անհրաժեշտ պահին Ղազախստանի ուղղությամբ հարված կբերել։ Հիմա գանք մեր տարածաշրջան։ Մի քանի օր առաջ Ալիևը հայտարարեց, որ իր բանակը բերում է ՆԱՏՕ-ի ստանդարտների։ Հիշենք 22 թվականի փետրվար ամսին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երբ հայտարարեց, թե ինչու են սկսում այդ գործողությունը, մի շարք փաստեր բերեց։ Այո, Ուկրաինայում։ Եվ առաջին փաստը, որ ինքը բերեց, 97 թվականի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև կնքված պայմանագիրներ, որովհետեւ ՆԱՏՕ-ն իրավունք չունի գալ արևելյան Եվրոպայի երկրներ։ Այսինքն հստակ պայման կար, բայց կյանքը ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ն աշնանաբար մոտեցավ եւ արդեն Ուկրաինայով մոտենում է Ռուսաստանի սահմաններին։ Այ հիմա մենք եթե ուշադրություն դարձնենք, փաստացի այս պահին Ադրբեջանը անցնելով ՆԱՏՕ-ի ստանդարտներից, դա նշանակում է առաջնորդին զինամթերք, զենք, ենթակառույցներ, բանակի կառավարում, հետախուզական աշխատանք, մեծ հաշվով առանց ՆԱՏՕ-ին փաստաթղթավորված անդամակցելուց ինքը դառնում է ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ ՆԱՏՕ-ն է ամբողջովին, ընդ որում, ասեմ ձեզ, Հայաստանը եւս այդ գործընթացի մեջ է ուղղակի առանց բարձրաձայնելու։ Հայկ ուրեմն 22 թվականին պատերազմից, ուկրաինական պատերազմից 2 օր առաջ Ռուսաստանը եւ Ադրբեջանը պայմանագիր են կնքում, լուրջ պայմանագիր էր եւ մի քանի ամիս համապարփակ ռազմավարական գործընկերության, ոչ դաշնակցության գործընկերության պայմանագիր։ Եվ մի քանի ամիս հետո հունիսին Կասպից ծովի ավազանի երկրներն են 5 երկիր պայմանագիր են կնքում, որտեղ կա կարևոր կետեր, մասնավորապես պարտավորվում են, որ եթե որևէ մի երկրի տարածքում այլ երկրի զինված խմբավորում լինի, որը վտանգ է ներկայացնում մյուս երկրին, դա պետք է չթույլատրել։ Եթե դա խախտվում է, ապա կարելի է եւ ռազմական ձևով այդ հարցը լուծել։ Հիմա այս տրամաբանության մեջ որ նայում ենք, այս գործող այս վարչապետը ինքը ասում է ես խաղաղություն եմ բերում, ժողովրդին շանտաժի է ենթարկում, որ եթե ես կորցնեմ իմ իշխանությունը, ապա լինելու է պատերազմ, դրա համար ընտրությունը խաղաղության եւ ոչ խաղաղության միջև է, եւ ինքը կառուցում է խաղաղության խաչմերուկ։ Հիմա հարց է առաջանում, սա խաղաղության խաչմերուկ է, թե պատերազմի խաչմերուկ է։ Հիմա տես, ասում են, որ Ադրբեջանը համաձայնվել է ղազախական ցորեն է մտնելու Հայաստան։ Ու արդյունքում տեսանք ռուսական ցորեն հիմնականում մտավ եւ շարունակվել է մտել եւ սա ոնց որ այն տրամաբանությունը, որ ինքը ներկայացնում է, ուրիշ տրամաբանություն է գործում եւ այդ հակասությունները արևելք արևմուտք հյուսիս հարավ ճանապարհների այդ հակասություններից պատերազմի հոտ է գալու։ Բացի այդ, ասենք այսպես, Ռուսաստանը ակնհայտ է, որ Ուկրաինայում լուծելու է խնդիրը ի օգուտ իրեն։ Սա այնքան տեսանելի է, եթե 1-2 տարի առաջ գնահատենք, այդ գնահատականը բավարար հիմքեր միգուցե չունենար, թե մասնագետների համար շատ պարզ է, օրինակ գերմանացի մասնագետները, գեներալները, ֆելդմարշալները 1943-ին Ստալինգրադի ճակատամարտի գերմանական զորքերի պարտությունից հետո արդեն արձանագրեցին, որ ֆրոնտալ հակահարձակումը ամբողջ երկայնքով դա Գերմանիայի պարտությունն է, բայց 2 տարի հետո եղավ պարտությունը։ Հիմա եկել է մի վիճակ մեզ մոտ, որտեղ մենք արձանագրում ենք, որ Հարավային Կովկասի 3 հանրապետությունները Ադրբեջան հայտարարված, Հայաստան եւ Վրաստան չհայտարարված զինված ուժերը բերում են ՆԱՏՕ-ի ստանդարտների։ Մեր բանակը ակնհայտ է, բերվում է զենք ՆԱՏՕ-ական երկրներից։ Այդ զենքը պետք է ունենա իր զինամթերք։ Այդ զինամթերքը սկսած
ինքնաձիգից, ավտոմատից, ուրեմն ականանետի ականներից, հրետանու արկերից տրամաչափը չի համապատասխանում ռուսական արտադրությունը, ուրեմն ՆԱՏՕ-ի արտադրության, ուրեմն զենքի արկերի տրամագծին։ Սա նշանակում է, որ այստեղ աշճանաբար մեզ մոտ Հայաստանում, իսկ Ադրբեջանը վաղուց է, այսպես ասենք, ինքը մտել ՆԱՏՕ-ացման փուլում, որտեղ այնուամենայնիվ Ադրբեջանի եւ զինուժը եւ զինտեխնիկան հիմնականում գալիս էր Թուրքիայից, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Ֆորմալ առումով Ադրբեջանում թուրքական բազա չկա, սակայն ոչ ֆորմալ առումով, որ թուրքական բազաներ այնուամենայնիվ կան եւ կա Կասպից ծովի ափին, այսինքն չհայտարարված բազա։ Այսինքն սա արդեն այդ պայմանագրերի խախտում է եւ եթե Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները սրվեն, դա նշանակում է, որ այս պայմանագրերի հարցն է առաջ գալիս։ Ես առավել քան համոզված եմ, պատահական չի, որ ռուսական կողմից հայտարարում են ոչ պատահական քաղաքագետներ եւ նույնիսկ Դումայի պատգամավորներ, որ Ադրբեջանը գնում է դեպի ուկրաինական սցենարի։ Արձանագրենք այսպես, Ադրբեջանը ստեղծում է զինուժ, որտեղ ՆԱՏՕ-ն է կառավարիչ լինելու։ Ասենք թուրքական բանակի սպայակազմը ինչպես եղավ 44 օրային, որտեղ թվով 600 հոգի երրորդ դաշտային բանակի ամբողջ հրակազմը ներառյալ նաև գումարտակ գերանատարներ պատերազմ վարել են, իրենք են վարել։ Հրամկազմը իրենք են եղել, երբ Ալևը մի փոքր այսպես մեծամտորեն ասեց, որ հաղթել են, շատ արագ Էրդողանի արձագանք եղավ, որ իրականում իրենք են հաղթել, որտեղ բանակի պատերազմը պրոցես, այս պրոցեսի կառավարիչները Թուրքիայի երրորդ դաշտային բանակի հրամկազմն էր։ Եվ այսպես արձանագրում ենք, որ հիմա հրապարակավ հայտարարվում է, ընդ որում այս հայտարարվել է վերջերս Պուտին Ալիև հանդիպումից հետո, որտեղ այդ հայտնի ինքնաթիռի կորստից հետո, որտեղ Ադրբեջանի քաղաքացիների զոհի, քաղաքացիական ինքնաթիռ, ինչ որտեղ Ռուսաստան նախագահը որոշակի հրապարակային առումով կեցված դրսևորեց, որը այս կամ այն ձևով պիտի բավարարի Ադրբեջանի նախագահի կամ միջազգային հանրության եւ այլ։ Բայց դրանից հետո ոչ ավել ոչ պակաս շատ կարճ ժամանակ հետո Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում էր բանակը դառնում է ՆԱՏՕ-ի ստանդարտներով, իսկ ՆԱՏՕ-ի բանակ։ Հայկական բանակը ինքը բերվում է ՆԱՏՕ-ի ստանդարտներ, օրինակ ՆԱՏՕ-ի բանակում կամ ամերիկյան բանակում միջին հրամկազմը կառավարում են սերժանտներն են։ Հիմա մեզ մոտ արդեն այդ ներդրվել է։ Բայց դրա մասին առանձնապես չի բարձրացնում, Զենքը, զինամթերքը, ասենք եթե բերում է Ֆրանսիայից, բնականաբար դա արդեն ՆԱՏՕ է, այո։ ՆԱՏՕ-ի անդամ երկրից է բերվում։ Վրաստանի մասին։ Վրաստանը նույնիսկ այսօրվա Վրաստանի իշխանությունների քաղաքական վականին խորագետ կեցվածքի արդյունքում չի փոխվում Վրաստանի բանակը ժամանակի ՆԱՏՕ-ի ստանդարտներին բերելու։ Վրաստանի բանակը ՆԱՏՕ-ի ստանդարտներով է առ այսօր։ Այլ բան է քաղաքական ղեկավարությունը ինչպես է կեսել։ Ես արձանագրում եմ ռազմական կոմպոնենտը։ Ուրեմն հարավային Կովկասի 3 հանրապետությունները պատրաստվում են ՆԱՏՕ-ի ստանդարտներով, ինչի համար։ Այսինքն ըստ իս կրկնվում է 107 տարի առաջ 1918 թվականի դեպքերը, երբ բոլշևիկյան Ռուսաստան, որ բավականին թույլ էր, տկար էր, երկիրը գրավված էր, ներառյալ մինչև արևելք չեխական կորպուսներ տեր տնօրինություն անում, Անդրկովկասյան Սեյմը որոշում է կայացնում, որ այնուամենայնիվ իրենք նախ Ռուսաստանից անջատում են, իսկ դա Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստանն էր, իհարկե այդտեղ առաջին ջութակը խաղում էր Վրաստանը, էլի։ Այսօր այդ 3 հանրապետություններից ըստ իս առաջին ջութակը կամ խաղադրույքներ դրված է Ադրբեջանի վրա, եւ այն ժամանակ Ռուսաստան դեմ միացյալ զորաբանակ ստեղծվել։ Այ հիմա նույն բանն է արվում, առավել քան համոզված ասեմ, ստեղծում է հարավային Կովկասի 3 հանրապետությունից միացյալ զորաբանակ, որը Ռուսաստանի համար հարավյուղությամբ անհրաժեշտ պահին պիտի գլխացավանք առաջացնի, այսինքն ռազմական գործողություններ։ Հայք, հիմա քանի որ մենք պայմանավորվեցինք, որ դրվագներով ենք տարբեր անցնելու, այս քանի օրը տեղի ունեցող գործողությունների եւ փորձենք այս բոլոր դրվագները հավաքել մի ընդհանուր տրամաբանության մեջ։ Հիմա գանք հաջորդ շատ հետաքրքիր դրվագի։ Ուրեմն շքերթից առաջ Թուրքիայի դատախազությունը գործ է հարուցում ձերբակալման Իսրայելի վարչապետի եւ եւս 35 հոգու հանդեպ, այդ թվում նաեւ պաշտպանության նախարարի, որ իրենք Գազայում մարդկության հանդեպ հանցագործություն են կատարում, որից հետո այս շքերթն է տեղի ունենում։ Մենք խոսեցինք, որ ըստ իսրայելական տվյալների
Արցախի պատերազմում ամենակարևոր դերը Իսրայելն է կատարել, ինչի համար, որովհետև Իսրայելը պետք է դառնար բազա հետախուզական եւ գուցե ոչ միայն հետախուզական Իրանի հանդեպ։ Եվ հիմա Թուրքիան այս որոշումն է ընդունում Իսրայելի հանդեպ եւ Բաքվում խնդիր է առաջանում։ Մի կողմից Ադրբեջանը պարտական է առաջի հերթին Իսրայելին Արցախի պատերազմի համար, որտեղ այդտեղ կարևոր է ոչ միայն ռազմական օգնությունը, նաեւ դիվանագիտական աջակցությունը, լոբինգը Միացյալ Նահանգներում եւ մյուս երկրներում, իսկ Թուրքիան հակաիսրայելական դիրք է գրավել, որը նույնպես օգնել է Ադրբեջանին այդ պատերազմում։ Հիմա սա ինչ է նշանակում եւ նաեւ մի հետաքրքիր տվյալ ասեմ, թուրքական ամենալուրջ վերլուծական կենտրոնները, որոնք սցենարներ են, պրոգնոզներ անում, որ ապագայում ինչին պետք է Թուրքիան պատրաստվի եւ ըստ իրենց լրջագույն պրոգնոզների իրենց հաջորդ պատերազմը կարող է տեղի ունենալ Իրանի դեմ։ Այսինքն թուրք-իրանական պատերազմ ըստ թուրքական լրջագույն պրոգնոզների։ Հիմա տես ինչ թնջուկ է առաջանում։ Ադրբեջանը մի կողմից Իսրայելին է պատրաստական, մյուս կողմից Թուրքիային, սակայն այդ երկրները լրջագույն հակասության մեջ են այսօր հայտնվում։ Հիմա Ադրբեջանը ինչ քաղաքականություն պետք է վարի եւ իմիջայլոց միջինասիական երկրների հանդիպման ժամանակ Թրամփի Ղազախստանը միացավ Աբրահամյան երկրների համաձայնագրին։ Գիտեք, այստեղ իսկապես շահերի բախում կա եւ ասենք որ ուժային կենտրոնների։ Մեծ Թուրանի մասին, երբ խոսում ենք, կարծում եմ, որից մեկի համար գաղտնիք չի, ինքը բրիտանա-թուրքական պրոյեկտ է, Մեծ Թուրանը, որի մարմնավորումը տալիս է թուրքական պետությունների կազմակերպությունը, հայտնի ռուսերեն հապամով օտեգեն։ Եվ այդ կազմակերպության մեջ առաջին ջութակը Թուրքիային է։ Կազմակերպության անդամներն են Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Qırğızstանը եւ չճանաչված հյուսիսային Կիպրոսը, թուրքական։ Երկու դիտորդ կա Հունգարիան եւ Թուրքմենստանը։ Հիմա այստեղ խնդիրը որն է։ Այդ կազմակերպությունը ունի տնտեսական առումով միասնական բանկ։ Ստեղծել են միասնական դասագրքեր, պատմությունը, մշակույթը, լեզուն, այբուբենը եւ արդեն 3 տարի պարբերաբար մեծ զորավարություններ այդ երկրների զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ, այսինքն միացյալ բանակի մասն է խոսքը գնում։ Ուրեմն այդ կազմակերպության, քանի որ ստեղծման շահառուն նաև Բրիտանիան է, ես կարող եմ ասել թիվ 1 շահառուն, Թուրքիան ինչպես միշտ ցարական Ռուսաստանի տարիներին, Թուրքիան միշտ գործիք էր օգտագործում Ռուսաստանի դեմ բրիտանական շահերի, սպասարկման համար։ Եվ այսպես այդ կազմակերպությունը իրականում ստեղծվել է ներառյալ մինչև Ալթայ, այսինքն այստեղ նաև Ռուսաստան ներսը մխրճվելու, պատմությունով, մշակույթով, գիրուգրականություն, հավատք, սունի մահմեդականություն եւ այլն, Ռուսաստանին մի քանի տեղից հարվածներ հասցնելու, բայց ավելի առարկա եթե միացյալ բանակ է ստեղծում, կարծում եմ թիրախը Ռուսաստանն էր։ Այսինքն բրիտանա-թուրքական պրոյեկտի թիրախը Ռուսաստանը։ Դուք Իրանի մասին ասացիք, հիմա Իրանի պահով։ Այստեղ Ադրբեջանի վրա ըստիս այլ խնդիր է դրված։ Ճիշտ է, Ադրբեջանը այդ կազմակերպության կարևոր անդամն է, բայց Ադրբեջանը այլ գործառույթ իրականացնում։ Եվ այդ գործառույթի բուն նպատակը Իրանն է թիրախավորված։ Ինչու, որտեղ ամենամոտիվացված երկիրը Իրանը անջատողական տրամադրությունը մասնատելու ռեալ, եթե այսպես ասենք, ավելի առարկայական դա Ադրբեջանն է։ Ճիշտ է, ասենք, Պակիստանը կարող է ասել, ես էլ հավակնություններ ունեմ Իրանի ենթադրենք Բելուջստանի եւ Պուշտունների, ասենք Իրաքը եւս ինչ որ հավակնություններ կարող ունեն, բայց ավելի առարկայական Խուզիստանում 7-8 միլիոն արաբներ են ապրում, բայց ես մի հատ կետ էլ կա, ուրեմն մոտ 7-8 միլիոն քրդեր կան, մի քիչ ներքև, եւ եթե 7 միլիոն քրդերը նույնպես անկախանան, առանձին պետություն ստեղծեն, այսինքն քրդական աշխարհը Իրաքով, Թուրքիայով, այստեղ հարվածի տակ են գտնում նաեւ Թուրքիա, դեստաբիլիզացիա է անում։ Այսինքն Թուրքիային պետք չի
այն պրոյեկտը, որը պետք է Ադրբեջանին եւս մեկ որը Իրանի դեմ գործողություններ գնա, որտեղ այո, այդ քրդական գործոնը մեծ հաշվով կառավարել է եւ Իսրայելի կողմից եւ Միացյալ Նահանգների կողմից, այո, այդ քրդական գործոնը Սիրիայում մենք տեսանք ինչ է կատարվում եւ ըստ այդմ Ադրբեջանը այլ պրոյեկտի մեջ է, բայց այդ պրոյեկտի մեջ ինքը առաջին ջութակ է։ Երբ Ադրբեջանի նախագահը մեծ Ադրբեջանի մասն է խոսում, դրա ոչ իրավական, ոչ բարոյական, ոչ քաղաքական, եւ չէ քաղաքագիտական հիմքերը չկա։ Բայց որ հիմքով է, օրինակ Ադրբեջանի նախագահը ասում, որ Հայաստանը ամբողջովին ես պատմական հայրենիքի մի մասն է, Վրաստանի մեծ մասը, ներառյալ նաեւ Ռուսաստանի հարավային Կովկասից տարածքներ, այդ թվում նաեւ օրինակ Դերբենտը, այո, ինչ հիմքով է ասում, ներառյալ նաեւ Ադրբեջանի, Իրանի, ասենք Ատրպատականը, Թավրիզ, ասենք Սպահան կենտրոնները, հիմքը որն է եւ ինչ մոտիվացիոն դաշտ կա արդյոք այդպիսի նախադեմ ժամանակին իհարկե կա եւ դա Սեֆյանների ժառանգությունն է, որտեղ 1500-2736 թվականներին երբ Պարսիկ շահերը Սեֆյանների դինաստիան ընդ որում դա փաստական է, որ իրենք Պարսիկ չեն եղել ազգությամբ, ճիշտ է թրքախոս են եղել, բայց թուրքական ցակում չեն ունեցել։ Կարծիքներ կան քրդական։ Ես ավելի շուտ հակված եմ, այո, այդտեղ մի քանի 100 տարի միգուցե ավելի երկար ապրած քրդերը, որոնք Օսմանյան կայսրության ժամանակ խոսքով, հա, ոնց որ ասենք ազերիները, իրենք Շիա մահմեդական են եւ հունական ազգակցական կապեր ունեն կոմունիների դինաստիայի հետ Տրապզոնում։ Այո, բայց սա պատմության խորհուրդ է։ Սա ինչի համար եմ ասում, բայց փաստը մնում է փաստ, որ Սեֆյաններ եղել են, դինաստիա եղել է։ Եղել է, հետո քաջարներն են եղել, հետո մյուսները։ Հիմա ես համոզված կերպով ասեմ, որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը երբ որ իր հավակնությունները բավականին մեծ աշխարհագրությամբ փորձում է բարձրաձայնել, այստեղ ինքը որոշակի հիմքեր ունի այն առումով, որ եթե տեսականորեն նայենք, եթե ինքը Սեֆյանների ժառանգորդը լինի, այդ տարածքը եւ այդ բնակչությունը, ապա ինչու՞ չպետք է բարձրաձայնի իր հավակնությունների մասին, հասկանալով որ այդ հավակնությունները վերջում կյանքի կոչելու համար ուժով պետք է, հա, ոնց որ թե վերադարձնել, ինչ որ ժամանակին եղել են։ Եվ ոչ ավել ոչ պակաս շատ տարօրինակ կերպով առերևույթ ինչ որ բարեգործական է անվանտակ, բայց ակնհայտ է որ դա ընդհանրապես պատրվակ է։ Օրինակ Ադրբեջանի ի պաշտոնե երկրորդ անձնավորությունը փոխնախագահ Մերիբան Ալիևան, որը նախագահ Ալիևի կինն է եւ որ զուգընկեր է տարբերություն Հայաստանի, ասենք երկու անգամ հանդիպել է ներկա նորընտիր Հռոմի պապի հետ, մեկ անգամ, եթե հիշողություն չի դավաճանում, նախկին պապի հետ։ Մի նախորդ շաբաթ Հռոմի պապի հետ հանդիպեց Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Փաշազադեն։ Բաքվում բացվում է երկու կաթողիկե եկեղեցի նորից։ Բարեգործական լուրջ ծրագրեր են անում, ներդրումներ, Ադրբեջանը ներդրում է անում, Վատիկանում, ասենք, գումարներ է տալիս, այնտեղ ինչ-որ։ Ես կոնկրետ դրա մասին ունեմ իմ աղբյուրները, որը բնականաբար ես չեմ բացի, բայց ես ասում եմ, որ իմ տվյալներով Ադրբեջանի ռազմաքաղաքական, գիտական, փորձագիտական շրջանակներին տրվել են փաստաթղթեր, գաղտնի արխիվից Վատիկանի, մոտ մի քանի տասնյակ 30-ից ավել, այդ փաստաթղթերում եղել է Սեֆյանների ժամանակաշրջանում Վատիկանի եւ Սեֆյանների շահական Իրանի փոխհարաբերությունների մասին։ Այսինքն փաստաթղթավորվում է Ալիևի հավակնությունները։ Տրամբանոն այդ փաստաթղթերի իրավահաջորդը պետք է լիներ ոչ ավել ոչ պակաս Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը Ալի Խամենեին, բայց ոչ Բաքվի դիկտատորը։ Ուրեմն մենք արդեն անցում ենք կատարում մեր վերջի դրվագին, այո, կրոնական դրվագին, իմիջիայլոց Վատիկանի եւ նաեւ Ֆրանսիայի կապերը Իրանի, Պարսկաստանի հետ շատ սերտ էին, նաև ռազմական առումով, խոսքը 16-17-18-րդ դարերի մասին է, ինչի համար, որովհետև իրենք օգնում են։ Սեֆյանների ժամանակն է, էլի։ Օգնում են Պարսկաստանին Օսմանյան Թուրքիայի դեմ պատերազմներում, որովհետև Օսմանյան Թուրքիա ուշադրությունը շեղեն ներքև, այլ ոչ թե դեպի Եվրոպա։ Հայք, հիմա ես ուզում եմ մենք նաև կարճ խոսենք այդ հաղորդման մասին, որը Նարեկ Կարապետյանն եւ Ռոբերտ Ամստերդամը տակել Կարսոնի մոտ այդ եղավ, ես կարծում եմ դեռ շատ կարևոր դրվագներ կային եւ տպավորությունը այն է, որ այդ սցենարը, այդ 1.5 ժամվա
բնականաբար Ամստերդամն է կառուցել, դա նաև ներ-ամերիկյան տրամաբանության մեջ է, ինչի համար, որովհետև այդ մագա շարժման հիմքում քրիստոնեական համայնքներն են եւ մոտ 25 միլիոն այսպես կոչված բողոքական եկեղեցու բողոքական կամ սիոնիստական բողոքական եկեղեցիներն են, որոնք Իսրայելը ասում են պետք է հрьяաներին լինի, որտեղ Հիսուսի երկրորդ գալուստն է լինելու, այսինքն կրոնական ինչ-որ հիմքերով, եւ Թրամփը կարողացավ ընտրվել հենց այդ առաջերտին 25 միլիոն այդ բողոքական եկեղեցիների շնորհիվ, դեռ իհարկե կան նաեւ որոշակի կաթոլիկ հատված, նույնպես սիոնիստական, ինչ որ այ Եվ այդ հաղորդման մեջ գնում էր այն տրամաբանությունը, որը պաշտպանական գիծը կառուցել է Ամստերդամը, դա ինքը պաշտպանում է Սամվել Կարապետյանին եւ եպիսկոպոսներին, որոնք հիմա բանտում են գտնվում, որ սա արշավ է քրիստոնյաների դեմ եւ Ադրբեջանը Արցախում քրիստոնյաներին է էթնիկ զտման ենթարկվել եւ հիմա քրիստոնյա բանտարկյալներ կան Բաքվում եւ այլն։ Այսինքն ինքը մեղադրում էր Ամստերդամը եւ նաեւ Տակեր Կարսոնը, որ Թրամփի եւ այս շրջապատի քրիստոնեական իրենց այդ ռետորաբանությունը կեղծ է։ Եվ ահա տեսեք դուք Թրամփ ասում է Նիգերիայում քրիստոնյաներին պետք է պաշտպանել, իսկ Հարավային Կովկասում ոչ։ Ինչի համար իմիջիալոց, որովհետեւ Նիգերիայում նավթի եւ այլ հսկայական պաշարներ կան, եւ քանի որտեղ այդ քրիստոնյաները հալածանքներ կան, բայց ըստ Ամստերդամի, որը ակտիվ Նիգերիայում է, այդ հալածանքներ ունեն միջցեղային բնույթ, ոչ թե կրոնական բնույթ եւ Նիգերիայի ղեկավարության մեջ քրիստոնյաներ կան, նույնիսկ նախագահի կինն է քրիստոնյա, քարոզիչ, իմիջիալոց, այս ամուսինը մուսուլման եւ այլն, այսինքն այստեղ խնդիրը տնտեսական շահն էր Թրամփի համար, որ ինքը քրիստոնեական ռետորաբանություն է ուզում գործիք էր օգտագործում։ Եվ օրինակ է ցույց տալի, որ ահա տեսեք Կովկասում քրիստոնյաներին են ճնշում, դուք ոչ մի ձեն չեք անում, որովհետև հակառակ շահը ունեք եւ նաեւ այն բաններ ասում, որ Գրեմի Ուիլյամ Գրեմը, որ այն հայտնի Գրեմի տղան է, կամ նաեւ թոռը, եւ Թրամփի որդին կարող են գան Երևան, նախապատրաստում են գալ եւ այստեղ այն աղոթքի ընթրիք կազմակերպել, ինչպես Միացյալ Նահանգներում եւ նաեւ բողոքական եկեղեցիներն են այդտեղ լինելու։ Այս տրամաբանության մեջ, որ մենք գալիս ենք այ հայկական եկեղեցու դեմ, հայ առաքելական եկեղեցու դեմ այս արշավը, սա նույնպես մեր նախորդ թեմաների նման աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Եվ նաև Ուկրաինայում նաև այդ բանը սկսվեց 14 թվականից եկեղեցու դեմ եւ իմիջիալոց 3 հոգեվորական են արդեն գտնվել Վրաստանում, վրաց եկեղեցու, որոնք ընդդիմության ցույցերին են մասնակցում եւ որոնք ասում են այ տեսեք վրաց եկեղեցին դա ռուսների հետ լավ հարաբերություններ ունի, պրոռուսական կառույցն է, եկեք մենք վրացական եկեղեցին դնենք Կոստանդնուպոլսի պատրիարքի, ինչպես Ուկրաինայում։ Եվ այս տրամաբանության մեջ այն ինչ որ կատարվում է Հայաստանում եկեղեցու դեմ, այլ երանգներ է ստանում, աշխարհաքաղաքական երանգներ է ստանում։ Քանի որ Նարեկ Կարապետյանի հարցազրույցի մասին խոսք գնաց, ես այնուամենայնիվ ունեմ իմ գնահատականը, որը այդպես չի համընկնում տված գնահատականի հետ, մասնապես ցեղասպանության ժամանակ եւ Արցախի պատերազմի ժամանակ կրոնական գործոնը, դա կրոնական գործոնով չի եղել։ Հայկաներս խոսքը կտրեմ, ստեղ իմաստը որն է, կարևոր չէ թե կրոնական է եղել, թե չէ։ Մենք հասկանում ենք, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը կրոնական չի։ Ես դրա համար եմ ասում։ Իսկ այնտեղ դա կառուցված է Ամերիկայի համար իրենց ներքին։ Ես հիմա բերում եմ, այդ միայն ներքինը չի, այդ ներքինը ինքը էքսպանսիա է, արտաքին։ Իհարկե։ Ես չէ ինչի համար եմ ասում, որտեղ ըստիս քանի որ խոսք գնաց այդ հարցազրույցի մասին, ես կարևորում եմ դա եւ ուզում ասել, որ նախ ցեղասպանության ժամանակ հետապնդվել են ազգությամբ հայեր եւ ոչ միայն բնիկ ժողովուրդներ, ավելին մեր եկեղեցու հետևորդ հայերը, ասենք կաթոլիկ հայերը, ավետարանչական հայերը, այդտեղ նույն ճակատագրին չեն արժանացել, ինչ մեր եկեղեցու զավակները։ Սա արձանագրենք, ես սրա մասին բավական։ Բայց նաև նույնպես, որովհետև Հռոմում այդ որ սրբադասման արարողությունը եղավ,
նաև հայ կաթոլիկ եպիսկոպոսեր Կար, ես խոսքս 1-2 անձի մասին, խոսքս հրապարակավ, թե որ շերտի դեմ պիտի արվի այդ գործողությունները։ Այդ շերտի մեջ չեն մտել կաթոլիկե եկեղեցին եւ արտանչական։ Հիմա կարծում եմ, որ սա մեկի համար գաղտնիք չի, որ հայ-ադրբեջանական կամ Արցախի հարցի էս 30 եւ ավել տարիներին գործընթացներում կրոնական բան չկա։ Այդ դեպքում հարց առաջանում, ինչու են արհեստական կերպով այդ ամենը մտցնում կրոնականի տակ։ Ակնհայտ էր այդ հարցազրույցի բուն խորքը տանում էր դրան, որովհետեւ պարզում է, որ եկեղեցին ինքը դառնալու է լիբերալիզմի մայրամուտից հետո ժողովուրդների կառավարման համար ամենաքրիստոնյա պետությունների մասնախոսքը ամենակարևոր գործիքը, որտեղ արժեքային բոլոր այն համակարգերը, որ ֆրանսիական հեղափոխությունից հետո եղել են, հա, տարբեր իզմերով, ու վերջինը ասենք լիբերալիզմը, սա իր մայրամուտն է եւ ակնհայտ է ժողովուրդներին չարժեքային համակարգ ունենա, լավ ու վատի, չար ու բարի, հա, ընկալումները ովա տալու։ Բնականաբար վերադարձ քրիստոնեության, իսկ քրիստոնեության կարևոր գործիքը, հա, այսպես ասենք, հա, ընկալումների արժեքային համակարգի եւ հետո բնականաբար վերջում հավատի, դա տալիս է եկեղեցին։ Եվ մի կարևոր փաստմաստ եմ ուզում ասել, Հենրի 8-րդը, երբ անջատեց Բրիտանիան կաթոլիկ եկեղեցու 500 տարի առաջ էր։ Եվ ներկայիս Կարլ III թագավորը, որ նախկին արքայազն Չարլզն էր, ինքը եկեղեցու անգլիկան եկեղեցու գլուխն է։ Ինքը հրավիրվեց Վատիկան, Վատիկանում ինքը ունի աթոռ։ Այսինքն այդ 500 տարվա անջրպետը, որը կար անգլիկան եկեղեցու եւ կաթոլիկ եկեղեցու միջև, դա վերացված է։ Ըստ իս ստեղծված է եռամիություն, քրիստոնյա մի աշխարհի եռամիություն, իսկ այդ միավորումը ունի նպատակ, ով է եւ ում դեմ է ուղղված այդ միությունը։ Միությունը դա Վատիկանն է, միությունը անգլիկան եկեղեցին է եւ Միացյալ Նահանգներում բողոքական եկեղեցիները։ Այս եռամիությունը ունի հստակ թիրախը ուղղափառ աշխարհն է։ Եվ շիական աշխարհը։ Առաջինն ես քանի որ քրիստոնեություն իհարկե շիական աշխարհը եւս։ Հայք ուրեմն շատ հետաքրքիր տենդենս կա Միացյալ Նահանգներում բողոքական եկեղեցու որոշ հետևորդներ արդեն գնում են կաթոլիկ եկեղեցի եւ դրա լավագույն օրինակը Ջիջի Մենցն է, փոխնախագահ, որը բողոքական էր հիմա կաթոլիկ եկեղեցու։ Այսինքն ավանդական եկեղեցիները ունեն կառավարման հստակ կառուցվածք, իսկ բողոքական եկեղեցիները ցանցեր են։ Հիմա Հայաստանում ինչպես միշտ ամեն ինչ հակառակն է գնում։ Այսինքն այդ հեղափոխությունները եւ որ մարել էին պատերազմներ են բերել, Հայաստանը ուշացած գնաց եւ արդյունքը մենք տեսանք։ Հիմա նույնպես այս եկեղեցում այս տենդենսն են իրենք կազմակերպում եւ ակնհայտ է, որ դրա հիմքում կա նաեւ միջազգային պատվեր, կա աշխարհաքաղաքական պատվեր եւ կա մշակութաբանական հայ ժողովրդին փոխելու պատկեր, որը արդյունքում մենք կկորցնենք նաեւ Սփյուռքը։ Սա շատ հետաքրքիր եւ կարեւոր թեմա է եւ վերջում շատ կարճ խոսենք նաեւ Վաղարշաբաթի ընտրությունների մասին, որտեղ Մայրաթոռը գտնվում է Վաղարշաբաթում, Վաղարշաբաթում ընտրություններ են սպասում եւ ընտրողները պետք է հասկանան շատ կարեւոր մի բան, որ սա տեղական ընտրություն չի առաջի հերթին, սա համապետական ընտրություններից առաջ վերջի կարևոր ընտրությունն է եւ Վաղարշաբաթում գտնվում է Մայրաթոռը։ Այսինքն այն հալածանքները, որը տարվում են եկեղեցու դեմ, ես ուզում եմ շեշտեմ ոչ թե կաթողիկոսի դեմ, ոչ թե եպիսկոպոս, այլ եկեղեցու որպես ինստիտուտի դեմ, շատ կարևոր է, որ այդ քաղաքի բնակիչները իրենց ձայնով դրա դեմ քվեարկեն եւ հասկանան, որ եթե իրենք հակառակ քվեարկությունը կատարեն, իրենք այդ պատասխանատվությունը նաեւ վերցնում են իրենց վրա։ Ես այդպես երկրորդեմ քեզ եւ ասեմ հետեւյալը Հայաստանում այսպես ոչ գրանցված, բայց կարծում եմ արդեն մի աղանդ է կայացել ուրացողների աղանդը Փաշինյանի գլխավորությամբ, որոնք ուրացել են Արցախը եւ մեր զոհված նահատակներին, ուրացել են ցեղասպանությունը եւ մեր ինքնության անկյունակար կամ ժառանգացող Արարատը, այդ մենք նույն ժառանգներն ենք, եւ երրորդ եկեղեցին եւ հավատը։ Եվ հիմա
գնահատում եմ այսպես, որ վաղարշապատում ընտրություններում մի կարմիր գիծ կա։ Կապ չունի ընդդիմության որ ներկայացուցիչը, որ ուժն է, որ թիմն է։ Իրենց բոլոր համախոհները եւ ընդդիմության քաղաքական թիմը պետք է գիտակցի։ Իրենք ճուրացողներն են, իրանք հավատարիմներն են եւ իրենց դեմ կանգնած է իշխանության 1, 2, 3 ներկայացուցիչ, որոնք ուրացողների բանակն են։ Այսինքն կռիվը իրականում գնում է ուրացողների, որոնք ուրացել են մեծ հաշվով նաեւ մեր պատմությունը մեծ հաշվով ուրացել են, փորձում են ուրանալ մեր արժեքային համակարգը եւ այլն, այսօր ընտրությունների ժամանակ նրանք ովքեր ընտրելու իրավունք ունեն, իրենց քվեն տան հավատարիմներին, ովքեր կանգուն են, ովքեր պատերազմել են, ազատագրել են, ովքեր կորուստներ ու զոհեր ունեն, ովքեր հավատարիմ են եկեղեցուն, հավատին, անդեմ ուրացողների այսօր կարմիր գիծը այդպես է անցնում իմ կարծիքով։ Հայկ ես քո հետ կվիճեի, որ գրանցված են թե չի, ինձ կարծում եմ լավ էլ գրանցված են եւ պարլամենտում մեծ ամասնություն ունեն։ Մյուս գրանցված մասն էլ հանրապետություն կուսակցությունն է։ Բոլոր դեպքերում լավ այդ վեճը թող մեր դիտողները որոշեն գրանցված են թե գրանցված չէ։ Այսօրվա քննարկման համար շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ մենք կարևոր թեմաներով անցանք։ Ես եմ շնորհակալ։